կարատեով զբաղվում եմ 7 տարեկանից ու դեռ այն ժամանակվանից, երբ գնում էինք արտասահման միջազգային առաջնությունների, այդ ցանկությունը միշտ կար, միշտ երազանքի նման բան էր դառել, ինչի Հայաստանում չի լինում ու տենց տարիներով այդ ձգտումը բերեց նրան, որ մոտ 3 տարի առաջ մենք հայտ ներկայացրեցինք կոնգրեսի ժամանակ Եվրոպայի կարատե ֆեդերացիայի առաջին անգամ մերժվեց, սակայն դրանից հետո բավականին երկար աշխատանքներ էինք տանում համապատասխան մարդկանց եւ կազմակերպությունների հետ ու անցած տարի վերջնականորեն հաստատվեց կոնգրեսի ժամանակ այդ օրվանից մեզ մոտ սկսվեց այդ ծանր նախապատրաստական փուլը Կարծիքով ամենադժվար պահը հենց մենամարկ դուրս գալն էր, ամենազգացողություններով լի պահը հենց այդ պահն էր, որ մտածում էիր արդեն հենց մեդալի գոհ ես, ամեն ինչ պետք է անես, այդ 3 րոպեն ամեն ինչ պետք է ներդնես, որ հասնես այդ մեդալին։ Կապ չունի որտեղ ես, քո երկրում ես, ուրիշ երկրում ես, ամենակարևորը դու քո պատասխանատվությունը ոնց դա այդպես մինչև վերջ պետք է անես, քո անելիքները Ես միանշանակ կենտրոնում եմ բոյի վրա, մեկ է իմ մարզիչի խորհուրդներին, մենակ էդ եմ լսում։ Ես շատ ուրախ էի, որ մեր երկրում մեր դրոշն էլ ծածանեցինք, գոնե բրոնզե մեդալակիր դարձանք, այս մյուս անպայման կաշխատենք առաջին օրում։ Երբ որ մարզիկ է, միշտ բոլորիս երազանքն է եղել, որ Հայաստանում տեղի ունենա պաշտոնական առաջնություն։ Պատասխանատվությունը 2 անգամ ավելի մեծ է, քանի որ մենք հյուրընկալող երկիր ենք։ Քանի որ մենք արդեն ունենք տարբեր միջազգային պրոյեկտների փորձ եւ աշխատանք, մենք արդեն հասկացել ենք, որ իրականում մենք անգամ ավելի լավ ու ավելի որակով ենք կարողանում կազմակերպել եւ հյուրընկալել մեր մարզիկներին, գործընկերներին, որովհետեւ երբ որ մենք վերջում նայում ենք իրենց արձագանքները եւ տեսնում ենք իրենց ժպիտները եւ ինչքան դժվար են հեռանում մեր երկրից, մենք հասկանում ենք, որ մեր մոտ ամեն ինչ հնարավոր է անել, անգամ հնարավոր է անել շատ բարձր մակարդակով, ավելին ասեմ, ամբողջը կարելի է անել տեղական ռեսուրսով, որը շատ կարևորում ենք մենք։ Իհարկե, բրենդավորումը շատ կարևոր մասնիկ է միջոցառման մեջ, քանի որ բրենդավորումից է կախված ամբողջ տեսքը միջոցառման եւ մենք ահագին երկար աշխատեցինք բրենդավորման հետ կապված, ասեմ ձեզ մոտ 6-7 տարբերակ ենք ունեցել եւ գործընկերների հետ, ֆեդերացիայի գործընկերների հետ քննարկման արդյունքներում ի վերջո կանգնեցինք այս տարբերակի վրա, մենք իրան ասում ենք K մարդուկ, այսինքն ինքը մեր կարատեի K տարրն է, որին սարքել ենք մարդուկ, որը որ նաեւ ինքը օգտագործվում է տարբեր հարթակներում, տարբեր ձևերով եւ մեր ոնց որ աչքը գրավում էր նաեւ իր յուրատիպ տեսքով։ Պահն իսկապես պատմական է Հայաստանի Հանրապետության սպորտի պատմագրության մեջ, մասնավորապես կարատեի պատմության մեջ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն այսօր հյուրընկալել է եվրոպական թվով 50 եւ ավելի երկրներ, մենք ունենք 1000 եւ ավելի մարզիկների մասնակցություն, մենք ունենք դեսպանների մակարդակով մասնակցություն մրցաշարին, ֆեդերացիաների նախագահների մակարդակով, բարձրաստիճան հյուրերի մակարդակով։ Ես ուզում եմ առանձնակի ընդգծել, որ մեր Հայաստանի Հանրապետության ռազմավարության մեջ, սպորտի ռազմավարության մեջ առանձնակիորեն հենակետային թիրախանին ընդգծված մոտեցում է նաև աջակցել եվրոպական եւ միջազգային մրցաշարերին հյուրընկալել նմանատիպ մրցաշարեր Հայաստանի Հանրապետության շրջանակներում
Յուրաքանչյուր միջազգային սպորտային մրցաշար ընդունելուց առաջ մենք ուսումնասիրում ենք նաև իրենց տարբեր տարիների փորձը, մարզիկների, մարզիչների, հնարավոր բոլոր անձնակազմի ոչ սպորտային պայմաններից դուրս, այսինքն իրանց առօրյան նաև կազմակերպելու, եւ մենք կարողացանք, կարծում եմ, այստեղ մարզամերգային համալիրում ունենալ իրենց համար բոլոր բարենպաստ պայմանները եւ հանգստի, եւ աշխատանքի, եւ նաև ինչու՞ չէ լավ սպորտային ցուցանիշների համար։ Անգամ մենք փորձել ենք մարզիկների համար ապահովել համապատասխան ջերմաստիճան, համապատասխան հանգստի սրահներ, մերսման սրահներ, օդափոխության համակարգ, որոնք շատ կարևոր են մարզիկի համար, որ ինքը միշտ լինի իր տոնուսի մեջ, այսպես ասած։ Քանի որ սպորտսմենները ունենում են արդեն դահլիճում շատ խոր ապրումներ, այսինքն իրենք մտածում են, տրամադրվում են, իրենց պետք է հասկանալ իրենց հակառակորդին, իրենք պետք է տարբեր ձևերով փորձեն մտովի տրամադրվել եւ մենք փորձեցինք հենց մարզիկի հոգեվիճակը ցուցադրել բացման աղոթության ժամանակ եւ մի շատ հրաշալի մարզիկ մենք նաեւ հրավիրեցինք ուրիշ երկրից, որը հայ է ազգությամբ եւ ինքն էր, ինչպես տեսակ, գլխավոր հերոսուհին։ Մեր հերոսուհին փորձում էր կառավարել իր էմոցիաները, ինչպես յուրաքանչյուր մարզիկ մենամարտից առաջ եւ մենամարտի ընթացքում։ To say that the most memorable part of these championships, for example, the opening ceremony was something special. Everybody was really wondering how beautiful opening ceremony they have been able to organize and to design, and this will something that will remain in the minds of everybody that was here as something unforgettable and really to be appreciated. The big effort all senses that the Armenian Karate Federation, and I would say that President Batkan has been able to do. Ну, во-первых, сама организация спортивных площадок и это ноу-хау чисто вот Еревана, когда вот на чемпионатах Европы президент Всемирной Федерации карате Антоний Спинос шел по красной дорожке и увидел слева-справа эти вот знамена чемпионатов Европы, которые были в различных странах. Это вообще было впервые, понимаете? И это произошло в Ереване, и произвело колоссальное, конечно, впечатление. Все, что находится за кадром, даже, может быть, вашим, это хорошие разминочные площадки, да? Это нормальные условия для спортсменов, это великолепные гостиницы. Ну, в общем, вот этот весь спектр помог создать эту атмосферу и вот комфортные условия для этих соревнований. Բողոքարկման հետ կապված մենք պետք է ունենանք համապատասխան ամեն ինչ, օրինակ սկսած սարքավորումներից, որոնք որ վիդեոն նկարահանում են, որպեսզի նրանք կարողանան այդ ամեն ինչը տեսնել, որի հիման վրա այն մարդիկ, ովքեր որ պատասխանատու են ապելյացիայի համար, նրանք պետք է այդ ամեն ինչը ունենան, որպեսզի կարողանան հստակ որոշում տան, արդյոք ընդունում են ապելյացիան, թե չեն ընդունում։ Այդ ամեն ինչը բարձր որակի կազմակերպված է մեր կողմից, նույնիսկ ավելին, որպեսզի ոչ մի երկրի ներկայացուցիչ չկարողանա այսպես գնա դժգոհ, որպեսզի ռեֆերիները կարողանան իրենց գործը կատարել իդեալական։ As a General Secretary of European Karate Federation, I can say here now that all hosts, all national federation members who made until now successful organization, they are doing their best to host all of us, but be sure that nobody in last 20 years made this kind of event, especially opening ceremony on Thursday. It was magnificent. We really on the best possible way celebrate here 6-0 in the row, 60 European Championships. So thank you so much for the hospitality, thanks to the team for the great job they did, and I'm look forward to be here again 2027 during European Championship for Cadet, Junior and Under 21. Մինչ Եվրոպայի առաջնության բրոնզ նվաճել է, անցած տարի ես հաղթել եմ պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։ Միանշանակ կարող եմ վստահ ասել, որ փորձ ունեի արդեն, բայց դե սա արդեն
մեծերի մեջ էր պայքարը։ Եվրոպայի ամենաուժեղ մարզիկները հավաքվել էին այստեղ։ Ցավոք սրտի շահաջողվեց ոսկու համար այս անգամ պայքարել, բայց այս անգամ բավարարեցինք բրոնզե մեդալով։ Երբ որ մենք իմացել ենք Եվրոպայի առաջնությունը հանձնվել է մեզ Հայաստանին, այդ օրվանից մենք գրեթե ամեն օր մեծ պատասխանատվությամբ մեծ աշխատանքներ ենք կատարել, ունեցել ենք մոտ 4 մեծ ուսումնամարզական հավաք։ Կապ չունի թե ինչ մեդալի մենամարտ է, թե ընդհանուր օրինակ առաջի կամ երկրորդ մենամարտը, փորձում եմ ոչ մի բանի մասին չմտածել, հետոյի օրինակի համար հաղթեմ ինչ կլինի կամ պարտվեմ ինչ կլինի։ Հիմնականը փորձում եմ կենտրոնանալ ցույց տալ իմ մաքսիմալը այդ պահին։ Երեկվա մենամարտից առաջ իսկապես որ պարտավորվածությունը շատ էր, քանի որ նախ եւ առաջ մեր պատերի մեջ ենք այսպես ասած մենամարտում եւ Տրիբունան եւ հայրս, ծնողներս նայում էին պարտավորվածությունը եւ անգամ, չգիտեմ, մտքիս սայրը ուղղակի չի հասկացնում ինչ կլինի, եթե պարտվեմ եւ չգիտեմ, ուղղակի բոլոր ուժերս հավաքել էի եւ դրել էի այդ մենամարտի մեջ, որպեսզի կարողանամ հաղթանակ տանել։ Հենց այս մրցումները մենք բոլորս չենք ուզել որ լինի Երևանում, որ բոլոր մարզասերները, բոլոր տեսնեն թե կարատեն ինչ հայրանից ներկայացնում։ Իսկ հավաքականի մասով կասեմ, որ հավաքականում գրեթե բոլորը երիտասարդ մարզիկներ են ու չեն զիջում ոչ մի իրենց կաշային կատեգորիայում ոչ մի մարզիկի։ Սա միանշանակ նպաստում է մասսայական սպորտի զարգացմանը, սա նախադեպն է, որ 2027 թվականին արդեն հաստատվել է, 2027 թվականին Հայաստանում անցեկացվելու կարատեի պատանիների, երիտասարդների եւ մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, կարծում եմ սա իսկապես մեզ ձեռք բերում է հայկական սպորտի կարատեի մասնավորապես։ Աշխատում ենք միայն լավ ամենաուժեղ թմերի հետ, որովհետև մենք իրականում ապացուցելու բան ունենք Եվրոպայի կարատե ֆեդերացիային, բոլոր եվրոպացիներին, որովհետև շատ ժամանակ Երևանը համեմատում են եվրոպական Փարիզի հետ, Վիեննայի հետ, բայց ես ուզում եմ իրանցից լավ կազմակերպել, որովհետև Երևան հասնելը Փարիզ հասնել չի, նույն եվրոպացու համար պետք է թռիչք փոխի, գալիս են շատ ուշ, ջետլագի խնդիր են ունենում, շուտ են գալիս պետք է լրացուցիչ մի օր գիշերին վճարեն, հյուրանոցում։ Ու մենք փորձեցինք կոմպենսացնենք, որպեսզի իրենց լավ զգան ու ապահովենք հետագա մրցաշարեր բերելու հնարավորությունը։ So the athletes in this competition, in all the competition, are very concentrated in competing. But when they go home and start looking where they were and what you give to them, they will be very satisfied for the next 10 years. Կարծում եմ պետք է հնարավորինս շատ կազմակերպել մեծամասշտաբ մրցաշարեր, որպեսզի գան բոլորը գան տեսնեն ինչ է կարատեն, ինչ է սպորտը, ինչ է լավ կազմակերպված սպորտը, որտեղ կա դիսցիպլինա, կա կյանքի ապրելակերպ է։ Շատ կարևոր է երեխան հայտնվի ճիշտ շրջապատում, որտեղ կա շատ սպորտ։ Այս մրցաշարը կնպաստի սպորտի զարգացմանը,